Կոֆես, դրել է եռալու և գործերով։ Մի բաժակ կոֆեն, որ սրա մեջ եփվում է, չի թափվում։ Եռում է, եթե մի քիչ ուշանում է, մի քիչ անում է։ Շատ համով է լինում նման դեպքերում։ Սա իմ երկրորդ կոֆեն է, սիրելի հետևորդներ ջան, բարի լույս բոլորիդ։ Այսօրվա բարի լույսով ես լավ լուրով եմ եկել, սիրելի հետևորդներ ջան, բոլորիս սպասված լավ լուրը, վերջապես այսօր թռիչքն է և Սաթենս երեխաների հետ Հայաստան է գալիս, սիրելի հետևորդներ ջան, ուրախությանս չափ ու սահման չկա։ Կարելի ասել չեմ քնել, շատ շուտ էլ մի հատ կոֆե եմ խմել, որից հետո կերակրել եմ իմ կենդանիներին, ամեն բան ապահովված է, վարպետը քիչ հետո կգա։ Ես էլ արդեն որոշ գործեր եմ արել և ուզեցի իմ բարի լուրը ձեզ հայտնել, արդեն ինչքան ժամանակ է բոլորդ անհամբեր սպասում եք այսօրվան, վերջերս որ հետհաշվարկի մեջ էինք, արդեն 2 անգամ ձեզ հիշեցրել էի այդ մասին, որ հետհաշվարկի մեջ ենք 10, 9, 8, 7, դե 7-ը իմ սիրելի թիվն է և շատերից սիրելի թիվն է, 8-ն էլ է լավ թիվ, սիրելի հետևորդներ ջան, բոլոր թվերն էլ մեր համար լավ թվեր են, Աստծո ստեղծածն է և մենք էլ վայելում ենք այդ ամենը։ Երբեմն այդ թվերին ինչ-որ նշանակություններ ենք տալիս և թող որ այդ բոլոր թվերը բոլորիս էլ հաջողություն բերի, վատ թվեր չկան, սիրելի հետևորդներ ջան, ամեն բան մեր ձեռքերում է։ Անգամ 0-ն, որ հետհաշվարկի ժամանակ 0-ն չի հաշվվում, քանի որ 0-ն ամբողջական թիվ է համարվում, չէ որ ամեն մի թվի հետևից 0-ներ ենք ավելացնում և դա արդեն ամբողջական է դառնում, ավելանում է, շատանում է, մենք էլ ինչ ենք ուզում, դա ենք ուզում։ Եվ քանի որ 0-ն ամբողջական է, թող որ բոլորի 0-ները ամբողջական, պարունակի լիքը լավ բաներ։ Հիմա որ եկել է հետհաշվարկի 1 թիվը և այսօր թռիչքն է կայանալու, սիրելի հետևորդներ ջան, տաթևս է գնալու դիմավորելու։ Գիտեք, որ ես չեմ կարող գնալ, ինչքան էլ որ սիրտս ուզում է որ գնամ, նույնիսկ մտածում էի կազմակերպեմ ինչ-որ մեկին խնդրեմ, որ գա ամեն ինչին հետևի, բայց չէր լինի, շատ է գործը, դրան գումարած շինարարությունը և սուս-փուս մնացի տանը, համբերատար կսպասեմ այս 1 օրվան, մինչև որ Սաթենս և թոռներս կգան ինձ կհասնեն։ Տաթևս իր մեքենայով կգնա կդիմավորի, ինչպես որ պետք է, ինչպես որ հարկն է, շատ լավ ձևերով, հետո մեքենայով կգան արդեն գյուղ, սիրելի հետևորդներ ջան, այս պահին ես վստահ եմ, որ այս պահին բոլորդ էլ ուրախացաք և այս պահին ձեր դեմքին ժպիտ եկավ, շնորհակալ եմ այդ ամենի համար, միասին ինչքան ժամանակ սպասում ենք և այս սպասման պահերը բոլորս միասին ապրել ենք, իսկ հիմա պահն է եկել միասին ուրախանալու։ Վարպետն է զանգում, սիրելի հետևորդներ ջան, ներողություն պիտի պատասխանեմ։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ վառոդները փակ են պահում, արդեն վարպետը վառոդների մոտ է, վառոդները փակ է, այսքան շուտ էլ արթնացել էի, չէի քնել համարյա, այսքան գործերն արել էի, բայց վառոդները չէի բացել և հիմա կոֆես էստեղ թողնում եմ, գնամ վառոդները բացեմ, վարպետը գա, հետո օրվա ընթացքում այս ուրախ լուրով էլի ձեր հետ կզրուցեմ։ Վարդերս ծաղկել են ներքևում և այս կողմը, որ իմ ցանքսն է, սիրունացել է, եղանակը արևային է և մեր կողմից է, սիրելի հետևորդներ ջան, ամպեր էլ կա հավաքված և երբեմն հովզով քամի է փչում այդ սար ձորերից, անտառներից։ Մեր Սուրբ Սարգիս մատուռը խեչի դոշի վերևում, թող որ պահապան լինի և Սուրբ Սարգիսը արագահաս սուրբ է, թող որ այսօր իմ երեխաների թռիչքը բարեհաջող լինի, բարի թռիչք լինի և թեթև վայրեջք լինի։ Կոֆե եմ եփել վարպետի համար, կոֆե ենք խմել միասին, զրուցել և արդեն իսկ այսքան գործը արվել է, սիրելի հետևորդներ ջան, այս բլոկները բերել էստեղ է հասցրել, ահա, այսքան գործ է արել,
որպեսզի արդեն պատը շարվի, առաջ գնամ։ Մի հատ ցույց տամ այստեղ, հետո պիտի գնամ Մոշիգինին, մի հատ խառնեմ փայտե շերեփով։ Ես իմ գործը կանեմ, վարպետն էլ իր գործը կանի, ահա այս կողմել է վերել շարել։ Այստեղ իմ սիրուններն են, որ մի կողմ եմ հավաքել, պիտի ջրեմ, մշակեմ, մաքրեմ։ Չխանգարեմ, վարպետը անցնի, ահա այս ձևով բերում եմ։ Ես անցնեմ, գնամ ես էլ Մոշիգինին խառնեմ։ Ամեն ձեզ ցույց տամ, թե ինչ տեսք ունի, սիրելի հետևորդներ ջան։ Եկել եմ Մոշիգինին խառնեմ, այսօր երկրորդ օրն է, 3 խառնել եմ, 2 անգամ, առավոտյան և երեկոյան, այսպես, ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, ամեն խառնելուց հետո, ինքը էլի երեսն է կապում, ահա այսպես, բարձրացնեմ, ցույց տամ, շերեփով, ահա, այս տեսքն ունի, եփում է, այդ կծկծոցները լսվում է, այսինքն եփելու ձայները, մի հատ զգուշորեն սենց վերևի մասում եմ խառնում և արդեն խորքային, պտտում։ Շատ եմ սիրում, որ ժամացույցի սլաքի ուղղությունով եմ պտտում կամ էլ ինչ-որ մի բան է հարում, ամեն բան թող բարեհաջող ընթանա։ Հենց որ խառնում եմ, փրփուր է երեսը կապում, ահա այսպիսի փրփուր է կապում։ Ես ինչ անուշաբուրում։ Հիմա փորձեմ հնարավորինս այդ չնայած շերեփը մուգ է և չի երևակույնը, փայտի շերեփը երկար տարիներ ձեռքիս օգտագործել եմ, երբ որ գնում էինք սարեր, այս փայտե շերեփով եմ ես թելպանիրը պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, կաթը խառնել և այլն, և այսքան տարի իմ ձեռքին պահում եմ այս փայտե շերեփը, որը նվեր է ես ստացել, այսպես։ Խառնելուց հետո նորից ծածկում եմ, որպեսզի հանգստանա և այսօր արդեն ուշ ժամի նորից պիտի խառնեմ այսպես, նույն ձևով, այստեղ ամուր փակվում է և թողնում ենք հանգստանա։ Գինին խառնեցի, դուրս եմ եկել, սիրելի հետևորդներ ջան, մեզ լավ եղանակա, ստեղ արդեն վարպետը պատելու համար այդ ցեխն է սարքում, ցեխ է ասվում, բայց այստեղ ցեխ չէ, այստեղ վազն է և ցեմենտ, որը իրար է խառնվում, որպեսզի դառնա ցեխ և պատը պատ լինի։ Ես էլ գնամ մի հատ էլ կոֆե եփեմ, մի հատ էլ կոֆե խմենք, ես էլ եմ շատ կոֆե ասեր, վարպետն էլ է շատ կոֆե ասեր։ Միացեք մեր կոֆեի այս ժամին, սիրելի հետևորդներ ջան, կարելի ասել, նորից եռուզեռ է սկսվել իմ տանը։ Շատ եմ սիրում այսպիսի ձայները, աշխատանքի ձայները։ Տուն կառուցելը Աստծո պարգև է, որ տրվում է մեզ, որ կարողանում ենք տուն կառուցել։ Տուն կառուցողին էլ ինչքան օրհնանքներ են, չէ՞, ասում։ Սարանում մի հատ եմիշ եմ դրել, դա էլ պիտի հանեմ, որ կտրեմ, սարը անուշանեք և վայելեք, եմիշը կտրեմ։
Բոլորս էլ գիտենք, որ եմիշը դա սեղն է, բայց եմիշ ենք ասում, թե այդ բառը որտեղից է ծագել, չգիտեմ, այդպես ենք ասում։ Ես ինչ անուշավորում, տիրություն, մի հատ ես ձևով մոտեցնեմ, հավեսի բերեմ ձեզ և իմ գործն անեմ։ Մի մասը նորից սարնարան, բայց արդեն պիտի փակեմ տոպրակով կամ սննդային թաղանթով։ Այստեղ եմ լցնելու, սիրելի հետևորդներ ջան, կեղևները, այս սիրուն ափսեի մեջ են, արդեն մաքրած եմիշները։ Բայց այս դանակը արդեն մեծ է, ձեռքիս և փոքր դանակ եմ ուզում վերցնել։ Փոքր դանակով աշխատելը ինձ ավելի հեշտ է։ Այստեղ կորիզները, որպեսզի շատ ջուրը չգնա այստեղ, կոֆեն էլ աչքիս առաջ։ Նույնիսկ կարող եմ գդալով մաքրել, ավելի հեշտ լինելու համար, այս փոքր գդալը։ Ընդհանրապես մարդը այնպես է վարվում, կապ չունի կին թե տղամարդ, այնպես է վարվում, ինչպես որ իր ձեռքին այդ պահին հարմար է ստացվում։ Որից հետո կեղևազրկեմ, ես էլ հավերիս աչքը լույս կտամ իմ հավերին, խոտել պիտի տամ, ես վերջերս մի քիչ անտեսել եմ հավիկներիս, հետո այս կողմից, շոտ խմովա է բուրում, այսպես, ինչու եմ այս պահով ձեր հետ կիսվում, քանի որ ուզում եմ ձեզ հավեսի բերել, տրամադրել և նաև ցույց տալ, թե ինչպես եմ շերտերի բաժանում գեղեցիկ ձևով, ավանդական ձևով չեմ մանրացնում, սիրելի հետևորդներ ջան, այլ այսպես երկարությունով, ավելի ախորժաբեր տեսք է ընդունում, այսպես, այս ձևով պիտի մատուցեմ, ավելի հաճելի։ Բոլորը կտրմեմ։ Կոֆեն նոր ուզում եմ վարսյանա։ Ահա տեսեք ինչքան գեղեցիկ մատուցման տարբերակ է։ Բաժակները կմոտեցնեմ և արդեն կսպասեմ եփվի։ Այս ձևով և սառնանում։ Կոֆեն եփվեց, մինչև ափսեները բերեցի, մյուս կողմի դարակից, բայց հավանաբար այստեղ փոփոխություն մտցնեմ և սրան վշտասավորեմ, որպեսզի տեղավորվի։ Այս ինձ ավելի հարմար է ինձ։ Այդ ինչ թոզուդուման եղավ, սիրելի հետևորդներ ջան, այդ քարերը որ կտրում է, այստեղ էլ արդեն այս վիճակն է, ջուրը ջանն է քաշել, կխառնվի ու այս էլ կլինի պատրաստ։ Որոշ ժամանակ անցել, սիրելի հետևորդներ ջան, գործելով առաջագնում։ Ես էլ տարբեր գործեր եմ արել, առանց ձեզ պտտվել եմ, տարբեր գործերով իմ գործը առաջ եմ տարել, վարպետն էլ իր գործն առաջ տարել, սպասում էի հավիկներս ձվածային, քանի որ ուզում էի հացի ձվածեղ հյուրասիրել, բնական և թարմ ուտելիք, սիրելի հետևորդներ ջան, 10 ձու այս պահին, երեկ էլ հավիկ եմ թուղս նստացրել, թուղս եմ դրել և այդպես, այստեղ որոշակի պատրաստություններ եմ տեսել, արդեն կարող եմ թավան միացնել, տաքանալու,
Հասցրել եմ նարեկ ձուն եմ լվացել, հասցրել է դեորներ ջան և արդեն կոտրեմ։ Սա արդեն պատրաստի վիճակում պիտի այստեղ լսնեմ, հացը պիտի կտրեմ, այստեղ բուսայող լսնեմ, որ դա խնա։ Այս գործը մի քիչ արագ է սիրում, պիտի արագացնեմ։ Մի քիչ հետ իջեցնեմ տակը, այս ամանի մեջ եմ կոտրելու։ Միջև թավան մարմանդ կտականը, ձուն կկոտրեմ, հացը կմանրացնեմ։ Այս կճեպները չորացնում եմ, հետո մանրացնում եմ շատ մանր ու էլի հավերին եմ տալիս։ Եթե էսենց ձվով վիճակում տամ, կսովորեն և ձուկ ուտեն, դրա համար լավ չորացնում եմ, լավ մանրացնում եմ ու նոր դրային։ Ընտիրություն։ Սա այն կերակուրն է, այն սնունդն է, որ գրեթե բոլորս էլ սիրում ենք և կարելի ասել պաշտում ենք նույնիսկ։ Մի պտղուն ցախ։ Այստեղ հաց կտրելուց հետո նոր ուժեղացնեմ գազը։ Հարում եմ, բայց չեմ փրփրացնում։ Էգոյինը տեսեք, ինչքան լավն է։ Բոլոր պատուհանները փակել եմ, նույնիսկ բարակույրն եմ քաշել, սիրելի հետևորդներ ջան, տեսակ թե ինչքան փոշի է լինում այդ քարերը կտրելու ժամանակ։ Եվ հաց կտրեմ։ Մատնաքաշ է, մեր յուղի փռի հաց է։ Այս աման շատ եմ սիրում փղիկով։ Եվ մանրացնեմ հացը, 3 մասի եմ բաժանում, այսպես, և մեծ կտորներով եմ սիրում անել, որում մի կտորը վերցնելով մարդ բան հասկանա։ Մի հատ էլ այսպես, մեջտեղից, և արդեն կարող եմ գրակը ուժեղացնել և սկսել թխել։ Մատերով հացի ձվածեղը շատ սննդարար է, բարձր սննդային արժեքներ է պարունակում և մսին հավասար է, մի բան էլ ավել։ 4 կտորը լավ տեղավորվում է և շարունակություն տամ։ Այսքանը թխել եմ, այսքանը թխվում է ու դեռ պետք է թխեմ, լույսերը տարել եմ։ Մենակ թե գազը չտանեն, կիսատ չմնա, մենք էլ սոված չմնանք։ Լույսերը տվեցին, գործը շարունակվում է, ես էլ այս շարքին հասցրի գնալ խանութներով, հատկապես կոֆեները վերջացել, առանց կոֆե չի լինում։ Մի հատ կոֆեն դատարկեմ, բանիր եմ բերել, հավիթելիքներ եմ բերել, այնքան շոքա խոսալ չի լինում, սրել է դեղոտներ ջան, մի անգամից շոքն էլ բռնեց, լույսերը որ տարան մի պահ անհանգստացանք, մտածեցինք հանկարծ չի երկարի,
Բայց այդքան էլ չի երկարեց, շուտ տվեցին։ Լավ կտորա։ Տեղին լավ կտոր, կալինինայի բաները։ Ես այս սառնարան տեղավորեմ։ Հավիթերիքները Աթենքի ֆիրման է և շատ հավանում եմ այս ֆիրման։ Այս ձևով պատրաստած սառնարան տեղավորեմ, հացը վերցնեմ և քիչ անց նորից պիտի հաց սարքեմ։ Գրեչկայի փլավ եմ եփել, կարագ եմ դրել վրան։ Համարյա լրիվ հալվել է, քիչ է մնացել։ Ծածկում եմ, այդպես կենտրոնական մասում ինքը հալվում է ու նոր տարածում եմ, այստեղ հավիթերիքները հանեմ, դասավորեմ, շատ համահունչ ուտելիք է, գրեչկան և հավիթերիքները։ Մնացած ուտելիքներն էլ պատրաստ են, վարպետին ճանապարհելուց հետո ձեզ կմիանամ։ Սիրելի հետևորդներ ջան, վարպետի նոր ճանապարհեցի, այդքան փոշին լրի ծաղիկների վրա նստել է, բոլոր պատուհանները փակել էի, այդ քարերը որ կտրում էր այդ գործիքով, ահա որ փոշի էր բարձրացել, այսքան գործ արել, լավ առաջ է գնացել գործը։ Ահա, վաղվա համար պատրաստել է այստեղ, որ վաղը ավելի շատ գործ արվի։ Նաև այդ աղմուկի մեջ չէի կարողանում ձեզ միանալ բառի հետևից խոսել, քանի որ շատ էր խանգարում, այդ ձայնը շատ ուժեղ էր։ Հովն ընկել է, ուզում եմ գնամ Բաղչեն, եկել եմ հասել Բաղչեն, այն կողքի ծառերինը, ծիտը կերել էր, այս մեկը լավն է, առաջ գնամ։ Ուրեմն հենց են կերել, պոչն է մնացել, ստեղ նայեմ, այս մեկի վրա չկա, շուտով տանձն էլ կհասնի, ծանրությունից կռացել է ջղերը, այս էլ է ծակել է ծիտը արդեն, այս մեկը, լացույց տամ էլ, ես ինչ են արել ծտերը, որ ասում եմ մի 5 հատ այս վիճակներ, ճյուղի վրա կանգնել են ու կերել։ Այս առայժմ գցեմ հավերիս համար կտանեմ, այս մեկը ոնց որ թե լավն է, այն կողքին էլ եմ մի հատ լավը տեսնում, այս չի խանգարում ինչ որ, միջուկը լավն է։ Այսպես, ամեն դեպքում ես էլ պոկեմ, հավերին կտամ, գցեմ և ես էլ են կերել, բլակը վրա է տվել, այս սենց խմում են ծտերը, ես էլ, պատկերացնում եք, այն կողմից էլ եմ ահագին այս վիճակով, արդեն ես էլ հետը 4, մի հետ քանել են կողմից, գոն այս տեղինը լավը լինի, ոնց որ թե, լավնա, ձեր հետ միասին քաղեմ, էլ տեսաղցիկ առանց ինչ դրեցի, սրել հետևորդներ ջան, այսենց ավելի հավեսա, չէ, այս կողմին, ինչ էլ մեծ է, այսպես, հազիվ է տեղավորվում բռիս մեջ, այսինքն այս 5, մեկն էլ է տեսել են կողմը, ոնց որ թե սրանք էլ են լավը, մեկն էլ էստեղ, ինչ լավ է, տերևների մեջ չեն նկատել, ես էլ, բայց համարյա թե ոնց որ սրան էլ են ուժացել, թզի տերևները սիրուն ասեն, որ ծակծկող են, տառելոկները, տեսեք ես կողմից, ես է պոկեցի, լավն է, շատ լավ է, այս մեկը պինդ է, սիրելի հետևորդներ ջան, որ որոյակը մթնի, հաշված րոպեներ են մնացել, ես էլ մեքենայի եմ սպասում, կազմակերպել եմ և այս ամենը պիտի ուղարկեմ Երևան, դրա համար էլ ամեն մի գործ թողած գնացի, տեսնեմ ինչքան թուզ կա, քաղել եմ, լավերը, ամենալավերը, այստեղ, այսքանը եղավ, սառնանից էլ այսքանն եմ հանել ու այս տուփի մեջ դասավորել եմ ու մեկ էլ այս մոշն եմ ուղարկում,
քանի որ այսօր այդ գործերի աղմուկի պատճառով աղմուկը շատ էր այդ գործիքի, չկարողացա որ խոսել Սաթենի թռիչքի վերաբերյալ, ասեմ որ շատ ուշամի է լինելու թռիչքը եւ տաթևս կգնա կդիմավորի, որից հետո դե գիտեք, երբ որ ճանապարհ են գալիս այն էլ երեխաների հետ, մի քիչ կհանգստանան, հավանաբար մի քանի օր կմնան Երևան ու նոր միայն կգան գյուղ, սիրելի հետևորդներ ջան, թե ես արագացնեմ, որ հասցնեմ շուտով մեքենան կգա եւ կտանի արդեն Տաթևին կհասցնի։ Այսքանը որ սառնանում էի պահել, բոլորը լավն է, բացել եմ, հատիկ ստուգել եմ, մի հատ էլ ձեր հետ ստուգեմ, հա, որպեսզի դուք էլ տեսնեք, որ քանի օր է քաղել եմ թզի ծաղիկը եւ ահա այսպես լավ վիճակում, զգացվում է, որ ինքը սառն է, անգամ գույնից է երևում, սիրելի հետևորդներ ջան, սրանք ամենալավ հասունացած թզի ծաղիկներն ա, որը ես պահել եմ։ Այս նոր քաղազները չեմ փաթեթավորում եւ պոչի վրա այդ արանքներով տեղավորում եմ այստեղ։ Այս տուփը ձեզ ծանոթ տուփ է, չէ՞, սա արդեն այն ծանրոցի տուփն է եւ սրա մեջ սիրուն կդասավորեմ, մի հատ է սննդային թաղանթով կփակեմ եւ կուղարկեմ արդեն։ Նույն ձևով սա պիտի սննդային թաղանթով փակեմ եւ ուղարկեմ արդեն սիրելի հետևորդներ ջան եւ արագացնեմ այս ամենից հետո վլոգս ավարտեմ եւ արդեն սպասենք Սաթենի գալուն այս օրերին մինչեւ որ ինքը կգա կհասնի ինձ սիրելի հետևորդներ ջան հնարավորինս ձեզ կմիանամ մինչեւ որ արդեն Սաթենը կգա հիմա արագի մեջ փաթեթավորեմ եւ այսպես էլ վլոգս ավարտեմ այսօրվա Վարպետը վաղը նույնպես գալու է, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես, շնորհքով, շատ լավ է ստացվում։ Ամեն դեպքում ես էլ մի մասնիկ ինձնից ոնց որ ուղարկեմ, ինչեւ որ կգան երեխեքս ինձ կհասնեն։ Սա պատրաստ է։ Հողն էլ ընկել է, լավ ճանապարհ կգնա։